Բարի երեկո, Արմենիայի եթերում ընտրության ժամն է, մենք հյուրընկալում ենք քաղաքական ուժերին ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը ազգային ժողովի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Եվ այսօր իմ հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիա Կարապետյանն է։ Բարի երեկո, Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Կարապետյան, կարծում եմ դուք էլ նկատած կլինեք, որ նախընտրական այս թոհուբոհում քաղաքական ուժերը միմյանց ավելի շատ մեղադրում են արած-չարածի համար եւ այստեղ մի տեսակ երկրորդ պլան է մղվում նախընտրական ծրագրերը, որոնք քաղաքացիները պետք է լսեն եւ որոշեն ում են իրենց ձայնը տալու։ Եթե ընդհանուր առմամբ ուսումնասիրենք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, բոլորի գլխավոր հարցը խաղաղության շուրջ է մի փոքր շեշտադրումների փոփոխությամբ։ Եթե այսօր մենք ունենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրված իրավիճակ, երկու կողմերն էլ փակում են հակամարտության էջը, ինչն է խանգարում, որ կնքվի խաղաղության պայմանագիրը։ Մեր դիտանկյունից ոչինչ չի խանգարում եւ մենք խաղաղության պայմանագրի ամբողջական ստորագրությանը, վավերացմանը եւ ուժի մեջ մտնելուն կողմ ենք 3 այսօր եւ վաղը եւ հույս ունենք, որ շուտապույտ դա տեղի կունենա։ Եթե թույլ կտաք փոքր մեկնաբանություն նախընտրական ծրագրերի վերաբերյալ, ես դեմ չեմ, որ դրանք փոխկապակցվում են նաեւ անցյալի գործերի հետ, որովհետեւ նախընտրական փուլում քաղաքական ուժերը կարող են խոստումներ հնչեցնել, բայց դրանց արժանահավատությունը պետք է գնահատվի հիմնվելով նրա վրա, թե նախկինում նրանք ինչ են արել, մանավանդ որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք հայտ են ներկայացնում ընտրություններին մասնակցելու եւ որոշակի կշիռ ունեն, բոլորն էլ Հայաստանը ղեկավարել են որոշակի փուլում, թեև փորձում են խուսափել այդ պատասխանատվությունից, բայց արժե նաեւ դրա վրա ուշադրություն հրավիրել։ Այո, դուք ճիշտ եք, որ այս ընտրություններում հիմնական հարցը այնուամենայնիվ պետք է լինի խաղաղության վերաբերյալ խոսակցությունը։ Մեր ասելիքը հետեւյալն է, որ մենք անցած տարիներին ծանր կորուստների գնով իրականում մեր ժողովուրդը մեծ տառապանքի գնով հասել է մի հանգրվանի, որտեղ կա Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության մի ճարտարապետություն, որի կարևորագույն բաղադրիչներն են, այո, խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրված է եւ այնպես ինչպես կա այդ տեքստը, առանց խմբագրումների, առանց հավելումների, պետք է ստորագրվի, վավերացվի ուժի մեջ մտնի եւ մյուս բաղադրիչը կարևոր դա ապաշրջափակման շուրջ մեր պայմանավորվածությունն է, որտեղ մենք հասկանում ենք, որ շահերը տնտեսական շատ մեծ դեր են խաղում խաղաղության պահպանման եւ նաեւ կան երկրներ, որոնք այդ խաղաղության պահպանմանը չեն ցանկանում նպաստել հենց այդ տնտեսական շահերի բերումով։ Երբ ասում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է չշարունակել, ընդդիմությունից հակադարձում են, որ հակամարտության էջը փակելը մեկ մարդու մենաշնորհ կամ իշխանության մենաշնորհը չէ, այն եղել է համաժողովրդական պայքար եւ այստեղ հարցը տարածքային չէ, այլ դիտանկյան մեջ է։ Այստեղ գիտեք ինչն է հետաքրքրական, ես որոշ ուժերից, նաև բանավեճերի ընթացքում լսեցի, որ Ղարաբաղյան հակամարտության էջը այնուամենայնիվ իրենց համարել է փակված, ես լավ չեմ պատկերացնում, գուցե նրանք էլ են զգում, որ հանրության արձագանքը դրական չէ, բայց այստեղ ոչ մի կամքի պարտադրանք տեղի չի ունենալու։ Մենք դա հայտարարել ենք, տևական ժամանակ դրան արձագանքը հանրության կողմից հանդարտ է եղել եւ հիմա գնում ենք ընտրությունների, չէ՞։ Հստակ ու բաց տեքստով ասելով, այսինքն մենք մեր պատկերացումները այդ նույն համաժողովրդական հանրակրվեին ենք դնելու գալիք ընտրություններում։ Հետևաբար ոչ ոք ոչ մեկին իր կամքը իր պատկերացումները չի պարտադրում, բայց ես արդեն իսկ նկատում եմ, որ ընդդիմադիրներից կան քաղաքական ուժեր, որոնք նույնպես ասում են, այո, Ղարաբաղյան հակամարտությունը փակված է, այլ բան, որ իրենք կարծում են, որ այնուամենայնիվ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող է շարունակություն ունենալ եւ այստեղ է անհրաժեշտ, որպեսզի վերադարձի իրավունքի մասին մենք խոսենք առանց ունենալու հստակ պլան, թե ինչպես ենք սպասարկելու այդ իրավունքը։ Նրանք նաեւ շատ հաճախ մեջբերում են աշխարհաքաղաքական դերակատարների շահերի հաշվառումը, որը մենք կարծում ենք բաղադրատոմս է հակամարտությունը վերակենդանացնելու։ Ընդհակառակը, կրկին կորուստների գնով մենք այդ թեմաները փակելով հասել ենք մի կետի, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ անմիջական երկկողմ հարաբերություններ կառուցելու շանս ունեն եւ սա պետք է լինի երաշխիքը, որ այլ երրորդ ուժերի շահերը չեն գալու եւ չեն պարտադրվելու մեզ, որպեսզի հաշվարկվեն այդ հարաբերության մեջ։ Եթե ասում ենք, որ հակամարտության էջը փակված է, բայց այնուամենայնիվ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ քննարկելու ինչ որ թեմաներ ունեն, ձեր մատնանշած քաղաքական ուժերն ասում են, որ լավ խաղաղություն լինի, բայց այդ խաղաղությանը պետք են երաշխավորներ։ Մենք այսօր չունենք երաշխավորներ եւ իշխող քաղաքացիական պայմանագիրն ասում է, որ երաշխավորը հենց խաղաղության պայմանագիրն է եւ Հայաստանն ու Ադրբեջանը։ Այստեղ մտավախություն չունենք, որ օրինակ որևէ հարցի շուրջ կարող ենք համաձայնության չգալ եւ
նոր էսկալացիայի առիթ լինի, հաշվի առնելով օրինակ 2022-ի դեպքերը։ Գիտեք, մենք իսկապես փուլեր ունեցել ենք, որում մեր հակամարտությունը ունեցել է երաշխավորներ։ Ավելին մենք դաշնակից ենք ունեցել Հայաստանի անվտանգությունը ապահովելու հարցով։ Կոլեկտիվ անվտանգության պայմանագիր ենք ունեցել։ Եվ մենք տեսել ենք, որ այդ ամեն ինչը չի գործում, ավելին երաշխավորները հանդես են գալիս այդ մեր վիճաբանության, Ադրբեջանի հետ հարցի վիճաբանության շուրջ այնպիսի մեկնաբանություններով, որոնք ուժ են հաղորդում Ադրբեջանի դիտանկյունին։ Ինչ նկատի ունեմ։ Հիշում եք Հայաստանի Հանրապետության վրա հարձակում է եղել 3 անգամ 2021 թվականի մայիսին, երբ նոր էր արձակվել մեր խորհրդարանը, 2022 թվականի սեպտեմբերին եւ նոյեմբերին։ Այս 3, բայց առաջին երկուսում հատկապես ուզում եմ ուշադրությունը հրավիրել, որովհետեւ մեր դաշնակիցը ՀԱՊԿ ասում էր, որ սահմանազատված եւ սահմանագծված չէ եւ ինքը չգիտի իր պատասխանատվության գոտին եւ չի կարող արձագանքել։ Այսպիսի փորձառություն ենք մենք ունեցել։ Մենք ունեցել ենք խաղապահների ներկայություն, ում հանդարտ հայացքի ներքո տեղի է ունեցել էթնիկ զտում։ Մենք ունեցել ենք Միսկի խումբ, որի համանախագահները միմյանց հետ աշխարհի մյուս տարածաշրջաններում նաեւ ունենալով հակասություններ, ինչ որ մի պահի դադարեցին միմյանց հետ շփվել եւ նաեւ անդրադառնալ մեր խնդրին։ Այսինքն այս դառը փորձառություն ունենալով, որ ունենալ երաշխավորներ, նշանակում է նաև այդ երաշխավորների միջև խնդիրների դաշտ հանդիսանալ քո իսկ արդեն իսկ ունեցած խնդիրներով, որտեղ երաշխավորը ոչ թե քո կողմն է կանգնում, այլ ասում է դե անորոշ է, ես մյուս կողմի հետ էլ հարաբերություն ունեմ։ Ընդ որում այստեղ գիտեք նաև պետք է հասկանանք, որ երկրների միջև էլ այդպիսի մեծ տարբերություն չկա։ Մենք գիտենք, որ Եվրոպական միությունը որոշակի կաշկանդվածություն ուներ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության բերումով, չէ, գազ էներգակիրների արտահանման առումով։ Բոլոր այդ երկրները, որոնց մեր ընդդիմադիրները ցանկանում են երաշխավոր կարգել, այս կամ այն չափով կախվածություններ ունեն մեր հարևաններից եւ այդ միանշանակ չէ, ավելի ճիշտ փորձը այն է, որ միանշանակ է, որ նրանք անհամաձայնություն ցակելու դեպքում փորձելու են մյուս կողմի դիրքորոշմանը եւս լեգիտիմություն հաղորդել։ Մեզ պետքա որ ինչ-որ մեկը փաստորեն գա եւ ոչ թե մեր կողմը բռնի, այլ լեգիտիմություն հաղորդի մեր ընդդիմախոսի հայացքներին։ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցը քննարկվեց նաեւ Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ։ Երբ մենք ասում ենք, որ ՀԱՊԿ-ի Հայաստանի անդամակցությունը սառեցված է, սա նշանակում է, որ հաջորդ քայլով մենք վերջնական այրում ենք բոլոր կամուրջներն այս կառույցի հետ, թե այլ օրինակ գործընկերներ, ռազմավարական գործընկերներ հնարավոր են տեղ ունենան Հայաստանի ապագայի մարտավարության մեջ։ Դա հաստատապես նշանակում է, որ վերադարձի ճանապարհ չկա, բայց ես նաև ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն նախադասությանը, որը Ռուսաստանի Դաշնության նախագահը արտաբերել է։ Նա ասում է, որ Պրահայում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը թույլ չի տվել, որպեսզի ՀԱՊԿ միջամտի ներ-ադրբեջանական խնդրի մեջ, այսինքն սխալ կլիներ։ Մենք հասկանում ենք, որ մեր ռազմավարական դաշնակիցը եւ ՀԱՊԿ անդամ գլխավոր պետությունը մեզ ասում է, որ ՀԱՊԿ մենք ակնկալիք ենք ունեցել, թե ՀԱՊԿ Լեռնային Ղարաբաղում պետք է որևէ բանի արձագանքեր։ Մինչդեռ դա այդպես չի եղել։ Մենք ակնկալիք ենք ունեցել, որ ՀԱՊԿ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների ժամանակ արձագանքի եւ օգտագործել տարածքային ամբողջականության ճանաչումը այս հարցում հակառակն է ապացուցում։ Այդ համատեքստում է եղել, որ սուր անհրաժեշտություն է եղել, որպեսզի Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն, որն էլ նաև հնարավորություն է ստեղծել, որ մի քանի տասնյակ Եվրոպական միության քաղաքացիական առաքելության դիտորդներ տեղակայվեն Հայաստանի տարածքում եւ մեր սահմանում զգալիորեն լարվածությունը իջնի եւ զոհերի դեպքեր այն տարածքներում, որտեղ Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունն է ծառայություն իրականացրել, այդտեղ նման դեպքեր չլինեն։ Սա եղել է այդ համատեքստը, այսինքն այս նախադասությունը գալիս է ապացուցելու մեր անցյալի քայլերի ճշմարտացիությունը այդ համատեքստում։ Երբ մենք գնում ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, Բաքուն ՄԱԿ-ից պահանջում է, որ դատապարտեն Հայաստանին, այսպես ասած 1918-ին ադրբեջանցիների դեմ իբր ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար։ Երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, արդյոք Բաքվի քայլերը համահունչ են Երևանի քայլերին։ Գիտեք, իհարկե դրան արձագանք եղել է արտաքին գործերի նախարարության կողմից եւ ես երկրորդում եմ այդ արձագանքը եւ իմ կողմից էլ կուզեի ավելացնել, որ մեր խաղաղության հռչակագրում, որը Վաշինգտոնում ստորագրվել է, մենք հանձն ենք առել գիծ քաշելու եւ չվերադառնալու պատմական անցյալ, հա, եւ փորձելու յուրաքանչյուրս
հիշել իրական կամ այս պարագայում մտածածին ցեղասպանություններ, էթնիկ զտումներ եւ այլն, որովհետեւ մեր բոլոր հարևանների հետ մենք նման դառը եւ իրական փաստերի վրա հենված պատմություն ունենք Իրանի հետ էլ, Թուրքիայի հետ էլ, Ադրբեջանի հետ էլ եւ մենք ընտրում ենք մեր տարածաշրջանում գիծ քաշելու քաղաքականությունը եւ համագործակցության վրա կենտրոնանալու։ Մենք այս ուղերձը պետք է տանք։ Եթե մենք ընկնենք ծուղակի մեջ եւ ի պատասխան դրա հիշենք մեր իրական Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը, հիշենք իրական Սումգայիթի, Բաքվի ջարդերը, Գանձակում տեղի ունեցածը, սրանից լավ բան հաստատապես չի ստացվի։ Շատ ավելի այսօրվա Հայաստանի շահերից բխող է, որpիսի մենք մեր պայմանագրին հողում կատարենք եւ մեր պայմանագրին հավատարմությանը եւ նաեւ օգոստոսի 8-ի հռչակագրին ներեցեք չլսեցի ինչ հակադարձեցիք։ Նրանք գիծ չեն քաշում եւ դրանից բացի նաեւ ասում են, որ օրինակ 300,000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանում բնակվեն։ Գիտեք, ես տպավորություն ունեմ եւ սա ժամանակի ընթացքում միայն կարող է ստուգվել, որ Ադրբեջանը իսկապես պատրաստ է երկու ճանապարհինել, թե հակամարտության վերսկսման, որը առաջարկում է մեր ընդդիմությունը, եւ խաղաքարտեր իր ձեռքից, այդ մտածածին խաղաքարտերը բաց չի թողնում, որովհետեւ Հայաստանը հիմա ընտրություն պետք է կատարի։ Ադրբեջանը պատրաստ է, այո, եւ այդ խոսույթները չի դադարեցնում, որովհետեւ երկու ընտրություն կարող է Հայաստանը ունենալ։ Կամ հակամարտությունը շարունակում է եւ օրինակ բարձրացնում է վերադարձի իրավունքը, ինքն էլ իր կողմից ուրեմն այդ մտածածին վերադարձի իրավունքն է բարձրացնում եւ պատրաստ է խաղաղության ճանապարհին եւ այդ ուղղությամբ էլ քայլեր ձեռնարկվել է։ Առ այսօր Հայաստանի տարածքը Ադրբեջանի եւ Նախիջևանի կապի համար դեռևս չի օգտագործվել, բայց Ադրբեջանի տարածքը օգտագործվել է Հայաստանի եւ երրորդ երկրների համար կապ ապահովելու համար, ղազախական եւ ռուսական ցորենի տարանցման համար։ Ուզում եմ ասեմ, կոնստրուկտիվ քայլեր եւս եղել են։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, որն է լինելու հաջորդ քայլը, արդյոք հնարավոր է, որ երկու երկրներում առաջիկայում տեսնենք դիվանագիտական ներկայացություններ, բայց չմոռանանք 30 տարիների արյուն է թափվել երկու կողմերում։ Գիտեք, ես այս չեմ շտապի այդ ուղղությամբ ասել, այո, հենց այդպես էլ հաջորդ օրը լինելու է, բայց բնականաբար հեռանկարում նպատակը դա է, բայց ես կրկին ուզում եմ մեր ուշադրությունը, մեր ժողովրդի ուշադրությունը հրավիրել, որ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները մեկ օրում չեն ստեղծվել։ Չէ՞ որ ունեցել ենք պատմական փուլ, երբ մենք եղել ենք պարսկական կայսրության մաս եւ Հայաստանի այս արևելյան Հայաստանի, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է, ամբողջությամբ հայաթափվել է Պարսից Շահ Աբասի քայլերի արդյունքում, այսինքն հայ ժողովուրդը այս արևելյան Հայաստանից ոտքով քայլել է դեպի պարսկական կայսրության խորքերը, ճանապարհին տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել, հետո ռուսական կայսրության հետ հաշտություն կնքելուց հետո բնակչությանը հետ է վերադարձրել իր նախորդ բնակության վայրերը։ Այս պատմական կոնտեքստը մենք ամեն օր հիշեցնում ենք Իրանին մեր հարաբերությունների ժամանակ, թե ընդհակառակը ռուսական կայսրությունից ժառանգած մեր լավ հարաբերությունները Իրանի հետ փայփայում ենք առ այսօր, բայց մեր պատմությունը չենք ուրանում, չէ՞, մենք գիտենք, չէ՞, որ մեծ հայքի 15 նահանգներից 3-ը այսօրվա մասամբ կամ ամբողջությամբ այսօրվա Իրանի մաս են, բայց սա մենք արտաքին քաղաքականություն դարձնում ենք, այսինքն մենք պետք է մեր պատմությունից դասեր քաղենք, մենք սովորենք, որ փաստորեն պատմության որոշ դրվագներ ճշմարտացի մնալով կարող են արտաքին քաղաքականության մաս չկազմել։ Հետևաբար վերադառնալով ձեր հարցին, իհարկե մեր գերնպատակը այն է, որ Ադրբեջանի հետ մենք ունենանք այնպիսի հարաբերություններ, ինչպիսի ունենք մեր հարևան Վրաստանի հետ եւ համատություն անում եմ զուտ երկրների մեծությունից ելնելով։ Թուրքիայի հետ ունենանք այնպիսի հարաբերություններ, ինչպես ունենք Իրանի հետ։ Էլի պատմությունը շատ հարուստ դեպքեր ունի իր մեջ, որոնք կարող էին մեզ դրթել թշնամանքի գնալու, բայց հակառակը մենք փայփայում ենք այդ հարաբերությունները։ Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան հանդիպման ժամանակ Տիկին Կարապետյան կարծես առաջին անգամ Ռուսաստանի առաջին դեմքի մակարդակով հնչեցվեց կամ սկզբունքի մասին, նշելով, որ ԵԱՏՄ երկրների Ռուսաստանի հետ Հայաստանը ինչ առևտրաշրջանառության ծավալներ ունի, բայց նաև Հայաստանը քայլեր է ձեռնարկում դեպի Եվրամիություն։ Հիմա 2026-ի նախընտրական շրջանում ենք։ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, թե այնուամենայնիվ պետք է շարունակի եւ սկզբունքը։ Մենք մեր արտաքին քաղաքականությունը անվանում ենք բալանսավորված եւ բալանսավորման։ Սա շատ կարեւոր է տարբերությունը նկատելու, թե սա ինչով է տարբերվում եւ-ի կամ-կամի քաղաքականությունից։ Եվն ու կամ-կամը ենթադրում էր, որ Հայաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ չի ունենալու խաղաղություն, բաց սահմաններ եւ համագործակցություն, եւ այս հակամարտությունը սպասարկելու համար պետք է Ռուսաստանի հետ ունենա ռազմաքաղաքական դաշինք եւ Արևմուտքի հետ ունենա ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին խոսակցություն։ Սա է եւ-ի կամ-կամի կամ կոմպլեմենտար քաղաքականության բանաձևումը։
սա սխալ է։ Սա մեզ հանգեցրել է այն կատաստրոֆային, որին մենք բախվել ենք։ Այսինքն արևմուտքից պահանջել մարդու իրավունքներ եւ հավատարմություն իրենց մարդու իրավունքներին, բայց Հարավային Կովկասում այլ ռազմաքաղաքական դաշինքի մեջ լինել, որտեղ մարդու իրավունքներից եւ ժողովրդավարությունից չեն կարողանում խոսել, նույնիսկ ինքնորոշման իրավունքը չեն կարողանում բարձրացնել, որովհետեւ շփվելու ձևը, խոսույթը լրիվ այլ է այդ ռազմաքաղաքական դաշինքում։ Մեր պատկերացումը բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության 360 աստիճան է եւ նա իր մեջ նախ եւ առաջ ներառում է, որ Հայաստանը իր բոլոր 4 հարևանների հետ ունենա անմիջական, ուղիղ, չմիջնորդավորված հարաբերություններ, դրանք աշճանաբար դարձնի սկզբում տանելի, իսկ հետո նաև համագործակցության վրա հենված, նկատի ունեմ մասնավորապես Ադրբեջանն ու Թուրքիան։ Եվ այս համատեքստում վարի առավել հեռու կենտրոնների հետ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, այսինքն այստեղ եւ կամը ներառում է նաև Հնդկաստան, Չինաստան, Սաուդյան Արաբիա, բնականաբար Միացյալ Նահանգներ, Եվրոպական միություն, Ռուսաստան, այս համատեքստում, որ դա շատ մեծ տարբերություն ունի այդ երկընտրանքների, պարադոքսների, որոնց առջև Հայաստանը այո տարիներ շարունակ կանգնած է եղել։ Մենք այդպես չենք տեսնում իրավիճակը եւ նաեւ Բայց Պուտինը օրինակ ակնարկում էր, թե ինչ գին ունի գազը Հայաստանում եւ ինչ գին ունի գազը Եվրոպայում, կարծես մատնանշում էր, որ եթե Հայաստանը այնուամենայնիվ գնա Եվրամիության ճանապարհով, հնարավոր են օրինակ թանկացումներ, սրան մենք պատրաստ ենք։ Եվ մենք իհարկե այդ ամեն ինչը նկատում ենք եւ դրա պատճառով է որ այսօր մենք Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաներին հանդիպելիս նրանց գիրք չենք նվիրում էթնիկ զտումների եւ խաղապահների մանդատների վերաբերյալ կամ գիրք չենք նվիրում կոլեկտիվ անվտանգության եւ սահմանների վերաբերյալ։ Այսինքն արձանագրում ենք այդ պատմությունը, բայց մենք չենք գնում բաց առճակատման այդ ճշմարիտ պատմությունն է մեր վերջին տարիներին բոլորս այստեղ են եղել եւ ականատես են եղել։ Դրա բերումով է, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ ցանկանում ենք ունենալ որակական նոր հարաբերություն, որը հենված չի լինի Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջև փակ սահմանի վրա։ Սա է մեր առաջարկը։ Մենք չենք առաջարկում խզել հարաբերությունները կամ ինչ-որ դրամատիկ քայլեր անել։ Մեր շահերից բխում է շարունակել ունենալ որակական նորմալ լավ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ։ Պարզապես դա չի կարող հենվել մեր ու մեր անմիջական հարևանների խնդիրների վրա այդքան պարզման, որտեղ այդ խնդիրները մենք լուծել ենք։ Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո հաջորդեց Օվերչուկի հայտարարությունը։ Ձեր մեկնաբանություն։ Այստեղ շատ կարևոր է նկատել, որ Ռուսաստանի փոխվարչապետը խոսելով ապաշրջափակման մասին, այնպիսի շեշտադրումներ է արել, որոնք ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը իրականում Հարավային Կովկասով անցնող ուղիները դիտարկում է որպես իր տարածքով անցնող ուղիների մրցակից։ Նախ նա ասում է, որ օրինակ Կասպից ծովը ծանծաղանում է, իջնում է եւ հետեւաբար միջին միջանցքի առումով այդտեղ ռիսկեր կան եւ այլն։ Հաջորդիվ նա ասում է, որ մեր Հայաստանի տարածքով անցնող երկաթուղին մրցակիցն է Իրանով եւ Ռուսաստանով անցնող երկաթուղիներին։ Այստեղ պետքա մեր են գործընկերները, որոնք ասում են, որ թրիփը ուզում են համալրել այլ երկրներով, նկատեն, որ այն երկրները, որոնցով իրենք ցանկանում են համալրել թրիփը, հանդիսանում են թրիփի տնտեսական մրցակիցները։ Այսինքն Իրանը կցանկանա բնականաբար եւ սա նորմալ է բոլոր երկրների համար, որ Հարավային Կովկասով ավելի քիչ բեռանցնի անցնելու պարագայում էլ եւ հիմնականում անցնի Իրանով։ Նույնը Ռուսաստանը եւ պարոն Օվերչուկը սա բաց տեքստով մեզ ասում է, որ Վրաստանով անցնող ճանապարհը եւս Ռուսաստանով անցնող ճանապարհը եւ Իրանով անցնող ճանապարհը մրցակիցներ են այդ ճանապարհին։ Նա նաեւ խոսում է այն մասին, որ Նախիջևանը Թուրքիային ուղիղ կապող երկաթուղին արդեն իսկ գործարկվում է եւ ինչքան ուզում է ոմանք խոսեն, որ դրան զուգահեռ փաստորեն, այսինքն դա կարող է մեծ անհրաժեշտություն չկար դրան, կարելի էր բացել Նախիջևան-Երևան կարս երկաթուղին, նա այս հարցում էլ մեր կողքը չի կանգնում։ Մենք սա պետք է նկատենք, երբ որ առաջարկներ են հնչեցնում բերել նոր բաղադրիչներ, հա, կամ նոր երաշխավորներ։ Մենք նկատում ենք, որ այդ երկրի դիրքավորումը այն է, որ ձեր տարածքով եւ ասում են, որ վերականգնման հարցում թեև դեմ չեն մեր երկաթուղու, բայց դա դիտում են տնտեսական տրամաբանության մեջ, դա պետք է եկամուտ ապահովի, բայց ահա տեսեք, որ այս պատճառների բերումով միջին միջանցք, այսինքն Հարավային Կովկասով անցնող կապուղիները կարող է եւ այդքան տնտեսապես եկամտաբեր չլինեն։ Խնդիրը այն է, որ Հայաստանը ոչ միայն տնտեսական խնդիր ունի, այլ Հայաստանը ունի իր տարածաշրջանի հետ տնտեսական իմաստով ինտեգրվելու խնդիր, որպես իր անվտանգության ապահովման միջոց։ Այսինքն մեզ պետք է փոխկախվածությունների մի հատ համակարգ ստեղծել Հարավային Կովկասում, որպեսզի մեր խաղաղությունը գնալով ամրանա։ Մենք պետք է նկատենք, որ այստեղ մեր շահերը եւ պատկերացումները մեր երկրի տարածքով անցնող երկաթուղիների շուրջ միմյանցից տարբերվում են։ Պետք է նկատենք, թե մեզ ինչ են, չէ՞ ասում, եւ այդ համատեքստում բնականաբար կայացնենք որոշումները։ Մեզ համար սա տնտեսական ծրագիր լինելուց բացի շատ կարեւոր է, որպեսզի սահմանի բացում տեղի ունենա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։
Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Ցտեսություն։